Դերասան Արսեն Լևոնյանն ու դերասանուհի Թամարա Գևորգյանն ամիսներ առաջ հայտնեցին, որ միասին են, նշելով, որ ծանոթացել են նկարահանման հրապարակում։ Նրանք նաև համատեղ ջերմ լուսանկարներ էին հրապարակել։ Հիմա այդ լուսանկարները հեռացված են։ Թամարան էլ օրեր առաջ ներկայացել էր գրառմամբ, որից տպավորություն էր, թե զույգը բաժանվել է։ Հասկանում ես, որ մեծացել ես այն ժամանակ, երբ արդեն էական չեն խնդիրներն ու ապրումները, երբ առավոտյան արթնանում ես ու քեզ հանում ես անկողնուց ստիպելով մաքսիմալ լավ ապրել այս կյանքը։ Ես հասկացել եմ, որ տարիներ առաջ գուցե դեպրեսիան ինձ կուլ տար, իսկ հիմա ուղղակի ապրում եմ ու վերջ, գրել էր դերասանուհին։ Այս լուրը կարճ ժամանակահատվածում տարածվեց օնլայն հարթակում ու հաղորդումներից մեկի ընթացքում ներկայացվեց լսարանին։ Թամարան հղում անելով այդ հաղորդմանն անդրադարձել էր իր բաժանման թեմային ու նշել. «Աղջիկներ, հույս ունեմ, որ ձեզ ստիպում են սա անել, ու դուք ինքնակամ չեք չարախնդում, որովհետև եթե ինքնակամ եք անում, ապա ամեն բան շատ վատ է։ Հա, մեկ էլ, մարդկանց մասնագիտությունները ճշտեք, գոնե նոր խոսեք», ինստագրամյան հարթակում գրել էր Թամարա Գևորգյանն ու այլ մեկնաբանություն չէր տվել։ Այժմ Star News-ը ձեզ ներկայացնում է աստղային այլ նորություններ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դերասաններ Էվելինա Ստեփանյանը եւ Լևոն Մկրտչյանը մեկնել էին ընտանեկան հանգստի, որից էլ Էվելինան պարբերաբար հրապարակումներ էր անում ինստագրամյան հարթակում պատմելով հանգստի ընթացքի, ինչպես նաեւ պլանների մասին։ Այսօր արդեն Էվելինան Հայաստանում է։ Նա կիսվել է նոր տեսանյութով ու պատմել իր առօրյայի, ինչպես նաեւ անդրադարձել էր հետևորդների նամակներին։ Մենք առանձնացրել ենք դերասանուհու հրապարակած տեսանյութը եւ ձեզ ներկայացնում ենք այն առանց մեկնաբանության։ Բարի օր, բարի լույս սիրելի մարդիկ, թեև շատ առավոտյան եմ, բայց որոշեցի այսպես էլ շփվենք մի քիչ։ Գրում եք, գրել եք, թե ինչի շատ ակտիվ չէի հանգստի ընթացքում, որովհետև ես հանգստի մեջ էի, թեև համաձայն չեմ, ես ինչ որ բաներ նկարել եմ, դες լրիվ անտեղեք չեմ պահել մեր հանգստից, բայց այո, շատ ակտիվ չէի, ես չեմ կարողանում ռեժիմով ակտիվություն պահպանել, որովհետև դա իմ մասին չի, իմ հոգեվիճակը, տրամադրվածությունը շատ մեծ կապ ունի իմ ստեղծածի հետ, իմ աշխատանքի հետ, քանի որ ես դերասանուհի եմ, ստեղծագործ մարդ եմ, ուղղակի հենց այնպես ոչինչ անել չի ստացվում ինձ մոտ։ Նաև пассив հանգիստեր եմ տրված, որովհետև ես տարվա մեջ շատ քիչ ազատ օրեր ունեմ ու եւ ես եւ Լևոնը գեթօգնած էինք ու մեզ պետք էր ոչինչի մասին չմտածել ինչ որ ժամանակ։ Բայց արդեն վերադարձել ենք, ինձ պետք են ձեր մոտիվացիաները, որպեսզի ես նորից հետ գամ ու նկարեմ ձեզ համար շատ սիրուն բաներ, կոնտենտ։ Վերջին տարիների ընթացքում դերասանուհի Իրինա Այվազյանը չի նկարահանվում նոր հեռուստասերիալներում, սակայն ասել, որ հեռուստադիտողն ու երկրպագուները նրա մասին մոռացել են, սխալ կլինի։ Իրինայի անձնական կյանքն ու գործունեությունը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են, իսկ այս օրերին Իրինան վերականգնել է իր սոցիալական էջերի ակտիվությունը։ Նա այնտեղ պարբերաբար պատմում է, որ նիհարելու ընթացքի մեջ է։ Արդեն իսկ ակնհայտորեն դերասանուհին քաշ է կորցրել, սակայն նա ամենօրյա ռեժիմով պատմում է ընթացքի մասին, իսկ Star News-ն առաջարկում է դիտել դերասանուհու հրապարակած կադրերը։ Նիհարեք, ինքան սիրուն էր այս ամեն ինչը, որ տեղափոխել եմ սև եւ իհարկե կարայիք տորտ ուտելով նիհարեք, դες կարում։ Ուտում եմ ավոկադոյով ծու ու վարունգ։ Երկուսն ու ես պատրաստում եմ ուտել դդմախուր։ Ժամն արդեն 5-ն է, ես ուտում եմ գազարով, բիբարով, աղցան, ահա որ շոքում եմ ու լավ չեմ, երկի հետ կապ չունի, բայց գրել եմ, որ բռնի։ Ժամ 8-ին վերջին սնունդը սազերով ու կաղամբով աղցան ու առանձին հավով աղցան։ Չենք մոռանում, որ երեկոյան 6-ից հետո ջուր քիչ ենք խմում, որովհետև օրգանիզմը պահում է ջուրը իր մեջ։ Ծարավելու դեպքում կոմկոմ խմել։ Ես ինչ որ լավ եմ զգում, թուլություն չեմ զգում, կարծում եմ վաղը արդեն 1 կիլոգրամ իջած կլինի։ Տեսնենք, գնացի ուտելու։ Ուզում ես բան։ Ոչ, գնոպոնը կոստոմատես լինում է, ես ինձ էլ ժողովուրդ, քանի որ հարցնում եք, թե ինչպես է նիհարել ու ես իրոք պատասխան չունեի, հիմա ոչ։ Հարցնացել եմ շատ ուշ, կարելի ասել կեսօր, դրա համար բաց եմ թողել իմ ամենահաճելի ժամը, իմ իջենկաներից է։ Ու դու եմ լոլիկով ծվածեղ, իմ ամենասիրելի բաներից մեկը։ Այս առաջինն է, որպես բացում դրա համար մի քիչ երկար տևեց այս խոսքը։ Հավատյան ուզում էի գնայի վազելու։ Բարձր չէ՞։ Ուտում եմ գարոխով ու հաճարով սուպիկ ու արագ դուրս գալիս։ Միրգ։ Ռեստորան ենք եկել, թաքուն իմ ուտելիքն եմ բերել, հիմա լուր պիտի ուտեմ։ Ոնց հասկանում եմ կարտոֆիլով է, ճիշտ ասած նորմալ չեմ հասկանում, բայց շատ համով է։ Վերջին ուտելիքս եմ ուտում, այսօր մի քիչ խառը ստացվեց, ուտելու եմ գազարով աղցան եւ հավով ու եգիպտացորենով։ Աստված է ինչ գիտեմ, ոնց հաճելի է, որ ամեն ինչը ձեռքի տակ է։ Գնաց
Շոումեն եւ պրոդյուսեր Արամ Մելիքյանը եւս շարունակում է Instagram-յան հարթակում ակտիվ գործունեություն ծավալել։ Նա նոր տեսանյութ է հրապարակել իր որդու եւ եղբոր աղջիկների մասնակցությամբ։ Այս ջերմ հոլովակն առաջարկում ենք դիտել հենց այս պահին։ Ամելի, Էմիլի, Տիկո, Մանե, Ստելիկ, ստեղ մեջտեղը կարլիներ անրին, բայց ճամբարում է։ Ինչ։ Շաբաթներ առաջ դերասանուհի Էլենա Սատրյանը մեկնել էր հանգստի, իսկ այս օրերին նա Հայաստանում է եւ ակտիվորեն աշխատում է։ Այս ամենի եւ էկրանից այն կողմ կյանքի մասին Էլենա Սատրյանը խոսել է իր հետևորդների հետ։ Star News-ն առանձնացրել է տեսանյութերը եւ ձեզ սիրով առաջարկում դիտել դրանք առանց մեկնաբանության։ Երեք գիշերը բացել էի սթորիների արխիվները ու տեսա, որ ինչ-որ ժամանակ կար, երբ որ ես շատ ակտիվ էի։ Ամեն օր պատմում էի, ինչ եմ անում, ուր եմ գնում, ոնց եմ անում, երբ եմ անում։ Բայց հիմա հասկացել եմ, որ այնքան չեմ արել սթորիներ, այնքան չեմ խոսել, այնքան ցույց չեմ տվել, որ հիմա հենց հեռախոսը վերցնում եմ, ձեռքս կոմպլեքսավորվում է։ Ձեր կարծիքով իմ որ պոզիցիան է ավելի լավը, հինը, թե այս նորը, որ ոչինչ չեմ անում։ Թաղային խնդիրներից իմ համար ամենաազելին դա ջուր չունենալն է, որովհետև երբ որ չկա ջուր, ինչ ուզում ես արա, դու քեզ կեղտոտ ես զգում։ Ու իմ կարծիքով նորմալ չի, որ 21-րդ դարում մենք այս ամառվա շոքին ջուր չունենք, մենք ու շատ մարդիկ, որովհետև ինչ որ մի օրենքով որոշվել է, որ պետք է գիշերը 12-ից ջուր չունենանք։ Իսկ 12-ը դա այն ժամն է, երբ մարդիկ ամառը հազիվ տուն են գալիս։ Այսօր ոնց տեսնում եք, ես շփոթվել եմ ու 12-ից մի քիչ ուշ եմ տուն եկել, դա նշանակում է, որ այսօր իմ հույսը միցիլիար ջուրն է ու այն խնամքները, որոնք պիտի այսօր փոխարինեն ջրին։ Որ ես հատուկ ընտրել եմ մի միցիլիար ջուր, որից հետո պետք չի լվացվել, բայց այնուամենայնիվ ես չեմ կարողանում ասենց մնամ, ու հիմա գնում թեյնիկով ջուր տակացնել։ Բացի իմ դեմքը, բայց դե մեկան, այս են ջեր ինչ որ ինձ պետք էր իմ հոգնած վիճակին։ Այնուամենայնիվ այս թորիների ամենալավ մասն է նա, որպեսզի դուք տեսնեք, որ էսթետիկայից այն կողմի կյանք կա, ու այն ամենը ինչ դուք տեսնում եք իրականում ավելի շատ կոնտենտական իրականություն, չնայած որ իհարկե առօրյայում լինել էսթետիկ տանը ես շատ սիրում եմ, ուղղակի երբեմն պայմանները թույլ չեն տալիս, դե որ ջուր չկա, ոնց էսթետիկ լինես։ Իմ լավագույն նախուտքն ասենց ասեմ, որը ես համ օգտագործում եմ որպես խոնավետ, համ իրեն խառնում եմ տոնայինի հետ, ոյ ինքն լավն է, չեք պատկերացնի, բայց ոնց որ ուզում եմ վերջանա, ոյ, քանի որ ես շատ զգայուն մաշկ ունեմ, ալերգիկ եմ ու ամեն ինչի որ իմ մաշկը ընդունում է, ես շատ ուրախանում եմ, երբ որ ինչ որ մի պրոդուկտ իմ մաշկը ընդունում է։ Իդեպ այս իդեալական փայլը պահպանվում է, իհարկե ոչ այսքան շատ խոնավ ձևով, բայց մաշկը իրոք շողում է այս կրեմի հետ։ Իդեպ վերջում օգտագործում եմ Լարոշի այս կրեմը, որը նախատեսված է հետքերի համար, որտեղ որ ես ակնե եմ ունեցել, այդ հատվածներում եմ դնում, որպեսզի հետքերը անցնեն, իրան պետք է շատ բարակ շերտով անեք ու հենց այդ խնդրահարույց հատվածներում, որովհետև ինքը ահավոր չորացնում է, փոշու տեսք ստանում մի քիչ հետո։ Ինչ եմ ստախուր խոսում, որովհետև շատ հոգն եմ, որովհետև ջուր չկա, ոտում եմ ջուր չլինելը, որովհետև մաղթում եմ բարի գիշեր, իսկ ովքեր հիմա այս թորին ամեն կարող եք ինձ հետաքրքիր սերիալ առաջարկել, ես որոշել եմ